Ես բոլորին խաբեցի։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նկարահանման համար եմ զանգել ձեզ։ Բերեք չէ։ Գիտեք, փոքր է Հայաստանը, Երևանը առավել եւս դա Մոսկվայի Ռուսաստանի մասշտաբը չի։ Դա ամբողջովին իմ ստեղծած պրոյեկտն է, որտեղ խաղում են դերասանները, որոնց ես վարձում եմ, տալիս եմ նրանց սցենար եւ ասում եմ, թե ինչպես պետք է նրանք խաղան։ Ստացվում է Աշոտ ջան, մարդը չի համաձայնվում, հա, ջրում ենք մեր այս պլանը։ Բարև բոլորին, ձեզ հետ է Միկա Թանգյանը։ Ես բոլորին խաբեցի։ Գիշեր հոգեկան հիվանդի պրոյեկտը ստեղծել եմ ես, որը չկա ոչ ամերիկյան, ոչ ռուսական կամ էլ ինչ-որ ուրիշ երկրի YouTube-ում։ Դա ամբողջովին իմ ստեղծած պրոյեկտն է, որտեղ խաղում են դերասանները, որոնց ես վարձում եմ, տալիս եմ նրանց սցենար եւ ասում եմ, թե ինչպես պետք է նրանք խաղան։ Հավատացիք։ Բարև բոլորին, մեկ անգամ եւս սիրելի ընկերներ, ձեզ հետ է Միկա Թանգյանը եւ այսօր դուք նայում եք ուղղակի միջմոլորակա համաշխարհամարկետինգային վիդեո։ Ուրեմն տեսեք, այսօր ամսի 19-ն է եւ եթե ամեն ինչ գնա ըստ իմ պլանավորածի, ապա այս վիդեոն դուրս կգա գիշեր հոգեկան հիվանդի վիդեոից հետո։ Այսինքն ստացվում է, որ մենք սկզբից նկարում ենք այս վիդեոն, որից հետո նոր նկարում ենք գիշեր հոգեկան հիվանդի հետ վիդեոն։ Քանի որ ես եկել եմ Հայաստան, ավելի կոնկրետ Երևան, ես շատ կուզենայի նկարել այստեղ իմ լեգենդար գիշեր հոգեկան հիվանդի հետի պրոյեկտը։ Բայց քանի որ գտնել նմանատիպ հիվանդություն ունեցող մարդ Հայաստանում շատ բարդ կլիներ եւ համ էլ ես չէի ուզենա ասենց ասած մեր հայի հետ նմանատիպ պրոյեկտ նկարեի, ես մտածեցի մի գենիալ, մի ջենիուս քայլ ձիով եւ այսպիսով ինչա մեզ պետք է մասսայական դերերում, այսինքն մասովկա խաղացած դերասան, որը խաղացել է օրինակի համար ինչ-որ կինոյում կամ ինչ-որ սերիալում կամ ինչ-որ տեսահոլովակում, երևացել է ասենց թեթև, որ մարդը իրան տեսնի օրինակ մեր վիդեոյի մեջ ու տենց միանգամից բայց չհասկանա, որ այս մարդն ասենց թեթև ճանաչի, ինչ-որ փորձի փնտրի, այսինքն նենց մարդ, որ ինքը ասենց հայտնի դերասան չի, ինքը մասսայական դերերում է խաղացել ու այդ մարդու հետ նկարենք գիշեր հոգեկան հիվանդի հետ, որ օրինակի համար դուք տեսնեք, ասենց նայեք, ասեք, «Օ, բայց դեմքը ծանոթ է, որտեղ եմ իրան տեսել», հենց սկսեք փնտրեք, հասկանաք այստեղ։ Հա, արա, էս ինքն է, Միկան մեզ խաբեց, էլի ստացվում է։ Ամենակարևորը, որ ինքը չլինի հայտնի, բայց տեսնողը ուշադիր նայելու դեպքում նրան կարողանա բացահայտել։ Եվ քանի դեռ ես գտնվում էի Ռուսաստանում, ես այս միտքը պատմեցի իմ ընկերոջը Աշոտին։ Մի խոսքով, երբ որ ես Ռուսաստանում էի, Աշոտին զանգարեցի, ասացի, «Սենց միտք ունեմ, միջմոլորակա համաշխարհամարկետինգային քայլ, որին նա ասեց, լավ բան ես մտածել, բայց մի քիչ ռիսկային է, որովհետև կարող է մարդիկ տեսնեն ու իրոքից sense մինչև վերջ նայեն, դու այս վիդեոն էլ թողարկես, բաց թողես ու իրանք նայեն ու էլի չհավատան։ Ինձ թվում է, եթե անենք ամեն ինչը ճիշտ, ապա ամեն ինչը շատ ճիշտ կլինի։ Դրա համար եկեք հենց հիմա ես զանգեմ Աշոտին եւ հարցնեմ, թե ինչ կա մեր գործերից։ Գնացինք։ Դե ինչ, զանգենք Աշոտին, տեսնենք ինչ կա, չկա, այսօր պետքա որ ամեն ինչ պատրաստ լինի։ Մեծ հույս ունեմ դրանում։ Անջատեց։ Ահա զանգեց։ Աշ, ինչ կա, պրիվետ։ Բալուս, բան չէ, դու ասա։ Բան չէ։ Լսի, Աշ ջան, մենք գործեր ունեինք իրար հետ, հիշում ես, ինչ կա մեր գործերից։ Հա, ոչ չեմ հիշում, սա կա, պատրաստ է ամեն ինչ, նկարները դերասանների կան, մնում ամենակ հանդիպենք ու հասկանում գնանք զանգելու կանչենք։ Դու ընտրել ես արդեն դերասանների, մասսայական դերերում խաղացող, ուղղակի պետք է հանդիպենք, ես ընտրեմ ու այսօր կարանք, չէ, հենց ում ընտրենք, կանչենք իր հետ խոսանք։ Գիպոտետիկի հակառակ բանենք, քիչ են կարա։ Այդ շատ լավ է։ Մի խոսքով, հա, մեկ էլ մի հատ հարցն է, իսկ շապիկի մեր VPN-ի հովանավորի դու տվել ես պրինտի համար, կարանք էդ էլ վերցնենք։ Դե ինչ սիրելի ընկերներ, 1 վայրկյանով պաուզա տանք վիդեոն, ձեզ այսօր կուզենամ խորհուրդ տամ Quattro VPN-ը, որի շնորհիվ դուք կարող եք ձեր լոկացիան փոխել, օրինակի համար Հայաստանից Ֆրանսիա, Ֆրանսիայից Իտալիա, յուրաքանչյուր երկիր կարող եք ընտրել Quattro VPN-ի հետ միասին։ Նաև Quattro VPN-ի հետ դուք կարող եք աշխատել գումար, այսինքն ուղարկելով լինքը ձեր ընկերոջը, որ նա միանա Quattro VPN-ին, դուք դրա դիմաց կստանաք գումար։ Բոլոր լինքերը կգտնվեն նկարագրությունների բաժնում, անպայման միացեք Quattro VPN-ին, ուղարկեք լինքը ձեր ընկերներին եւ աշխատեք գումար։ Լինքը նկարագրությունների բաժնում անպայման անցեք եւ աշխատեք գումար եւ փոխեք ձեր լոկացիան։ Իսկ մենք շարունակում ենք։
Դե արի ես քեզ հիմա լոկացիա ասեմ, արի այդ լոկացիայում իրար հետ հանդիպենք ու մնացածը սաղ անենք։ Всё օքեյ։ Հեսա կուղարկեմ լոկացիան։ Լավ։ Վերջ սիրելի ընկերներ, ամեն ինչ պատրաստ է, փառք Աստծո, ես մտածում եմ որ կարող է ինչ-որ մի բան պլանավորվածին դեմ գնա, ուղղակի այն որ մաքսիմալ պետք է ամեն ինչ այսօր այդ կարգավորել, որ մի քանի օր հետո արդեն նկարել հիմնական վիդեոն։ Դրա համար անպայման լայքեք այս վիդեոն։ Ինձ թվում է հիմա շատ մարդիկ ովքեր նայել են արդեն գիշեր հոգեկան հիվանդի այդ վիդեոն, երևի շատերի մոտ sense վատ կարծիք ա, մտածում եք խափել ա, բան, ման, ինչ որ էդիտներ ա գնում նախ։ Եթե այս վիդեոն դուրս ա գալի, ուրեմն այն վիդեոն հաջողվել ա, իմ մտածածի պես ա եղել։ Եկեք գնանք հիմա Աշոտի հետ հանդիպենք, ժամանակ քիչ կա, հիմա ժամը մոտավոր 12:30 ա, գնանք հանդիպենք, որ այդ ամեն ինչ արագի մեջ հասցնենք, կազմակերպենք, կանչենք դերասանին, նրա հետ պայմանավորվենք ու ստեղծենք այս վիդեոն ձեզ համար։ Գնացինք։ Դե ինձ սիրելի ընկերներ, ես արդեն տեղում եմ Սայատնովա 19/1 եւ միացտեղ նայեք, խնդրում եմ։ Ինչ կա։ Բան չէ, դու ասա, բարդուց ես։ Ոնց է տրամադրությունը, Աշի հետ հանդիպեցինք։ Աշ ջան, ինչ կա։ Պատրաստ է ամեն ինչ։ Մայքեն։ Օ, շապիկը տեղում է ամենակարևորը, գովազդային շապիկը էս։ Ստեղել ես ոնց հասկացա մեր դերասանների, մասսայական դերերի դերասանների նկարներն ա ու կոնտակտներն ա, ճիշտ եմ։ Ամբա ոնց, անպայման։ Մի քիչ բարձր էլի։ Անպայման։ Չէ։ Մի խոսքով ստեղ գտնվում են այդ դերասանների նկարները ու տվյալները, ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ ես հասկացել Նիկ ջան, ստես ամեն ինչ կա, կոնտակտ, խոսի համար, իրանց ֆեյսերը։ Ապրես դու ինձ կոնկրետ փրկել ես, որովհետև ես որ Ռուսաստանից փորձեի դրանով զբաղվեի, մոտ չէր ստացվի, Աշը դրանով զբաղվեց, ամեն ինչ պատրաստեց, որ մենք կարողանանք այսօր այս վիդեոն ստանանք ընդհանրապես։ Ինչ ես մտածում իմ մտքի հետ կապված, որ ես ասել եմ, որ սենց նմանատիպ միտք եմ ուզում անեմ։ Ինձ հետաքրքիր է քո կարծիքը, կստացվի ընդհանրապես շատ հեյթ կլինի կամ ահավոր ձևի կտարածվի։ Ուղղակի մենք չգիտենք հələ որ, բայց ես արդեն մոտավոր պլանավորում եմ, էլի կարող ասեմ շատ ահավոր վատ տարածվի, բայց մենք այս վիդեոն դրա համար հատուկ պատրաստում ենք։ Ինչ ես կարծում։ Ինձ թվում է, որ հեյթ լինելու այլանդակ ձևի հակա հայտնություն կստանաս։ Այսինքն դու մտածում ես, որ նույնիսկ իմ հավատարիմ բաժանորդները, ովքեր ինձ նայում, հետևում են, նույնիսկ իրանք կմտածեն, որ ես իրանց խափել եմ ու սենց ասած ատպիսկա կլինեն ալիքից, այդ ձևի, այդ մակարդակի ես պատկերացնում, ես մի քիչ ավելի թեթև էի պատկերացնում։ Ատպիսկա չէ, բայց շատ են կոմենտներում կգրեն, որ այս ինչ մարդիկ գիտենք, այս ինչ տեղից եւ այլն նմանատիպ։ Դե այդ միանշան է, նմանատիպ բան լինել։ Դե ատպիսկա դժվար, ասենք մի վիդեոյի պատճառով ինձ չթվում, որ ատպիսկա։ Դե պատկերացնում ես իրանց սիրած պրոյեկտը գիշեր հոգեկան հիվանդի հետ ու իրանք տեսնում են, որ գիշեր հոգեկան հիվանդի տեղը մի հատ դերասան է կամ ինչ որ դերասանուհի է ու շոկի մեջ են, եւ մտածում եմ, որ Նիկա Թանգյանը իրանց խափում է, բայց չգիտեն մենք ինչ ենք պատրաստել։ Մի խոսքով սիրելի ընկերներ, մենք հենց հիմա գտնվում ենք Սայատնովա 19/1 հասցեում։ Հիմա կբարձրանանք վերև ու ընդհանրապես ձեզ ցույց կտամ ինչ տեղ աստեղ ու ինչի համար ենք այստեղ էս ամեն ինչը պլանավորում ու ամեն ձեզ կարևոր ինֆորմացիա ունեմ հայտնելու։ Բարձրանանք։ Գնացինք։ Որ ահավոր ձևի լարվում եմ։ Ինձ թվում է հոլիվուդյան դերասաններ չես պատվիրել, չէ՞։ Չէ, փառք Աստծո։ Չնայած մեկը շատ նման է մի հատ հայտնի դերասանի, դա ցույց կտամ, դուք էլ կիմանաք եւ ինձ թվում։ Լսի, բայց ինձ մի հատ բան է հետաքրքիր, սենց ինչ ձևի դերասան է, իրանք շատ հայտնի են, թե տենց թեթև երևացել են։ Թեթև երևացել են, բայց ես չտենց եսիմ ինչ ձևի հայտնի են, էլի որ ասեմ։ Հասկացա, այդ կարևոր է։ Դե ինձ եւ ինքներ մենք արդեն հասել ենք այնտեղ, որտեղ ամեն ինչ կատարվելու է եւ որտեղ մենք կանչելու ենք դերասանին եւ ընտրենք նրան։ Դու պատրաստ ես։ Հա, միանշանակ։ Միանշանակ Աշը պատրաստ է։ Իսկ գիտես որտեղ ենք եկել։ Չէ։ Ուրեմն մենք եկել ենք Impulse Ակադեմիա, նայ, էսա տեղը, նայ։ Նայ, էսա Impulse Ակադեմիա։ Ստեղ ենք այսօր կանչելու մեր հիմնական այն դերասաններին։ Արի մտնենք ես ցույց տամ ընդհանրապես ինչ ձևի տեղ է։ Հələ մի գեղեցկություն զգացեք։ Ուրեմն սիրելի ընկերներ, մենք հենց հիմա գտնվում ենք Impulse Ակադեմիայում։ Հələ գեղեցկություն։ Եվ այսպիսով Impulse Ակադեմիայում կա կինոդիտում, բիզնես դասեր, տարբեր բանավեճեր եւ հանդիպում հաջողակ մարդկանց հետ, ովքեր կյանքում հաջողվել են բիզնեսում կամ արդեն հաջողված մարդիկ, օրինակ մեր հետ, չէ՞։ Օրինակ նաև մեր հետ։ Ամենահաճելին այն է, որ դուք այստեղ ստանում եք 20 ժամ study space, այսինքն կարա գաք, խաղակ խաղեր, խմեք, ուտեք,
կարդակ գրքեր։ Մի խոսքով դուք այստեղ կարող եք գալ, անել ձեր դասերը, մասնակցել բիզնես դասերի, խաղալ, ժամանակ անցկացնել ու զգալ ձեզ ինչպես տանը։ Խնդրեմ, Աշա արդեն հարմարվել է։ Հեսա մեր դերասանն է գալու, դուք էլ ուր եք։ Հատուկ իմ բաժանորդների համար 44% զեղչ ամսական ընդամենը 5500 դրամով դուք կարող եք գալ Impulse Ակադեմիա եւ օգտվել այստեղի բոլոր հրաշքներից։ Լինքը, որը կգտնվի նկարագրությունների բաժնում, հենց այդ լինքով լրացրեք հայտը եւ ձեզ համար գինը կլինի 5500 դրամ։ Եկեք, մասնակցեք բիզնես դասերի, նայեք կինոներ, խաղացեք, արեք դասեր 8-ից մինչև 21 տարեկան բոլոր անձանց համար։ Բոլոր լինքերը կգտնվեն նկարագրությունների բաժնում, անպայման մի բաց թողեք նմանատիպ զեղչը եւ եկեք Impulse Ակադեմիա, հետաքրքրացրեք ձեր կյանքը եւ զարգացեք Impulse-ի հետ միասին։ Դե ինչ սիրելի ընկերներ, ահա հասունացավ այն պահը, որ Աշոտը պետքա ներկայացնի ընդհանրապես ինչ կա մեր գործերից, ինչը պատրաստ է, ինչը չէ, Աշ, ինչ կա։ Շապիկը կա, ոնց ասեցի, այս պապկի մեջ Միգջան դերասաններն են, որոնցից մենք պետքա ընտրենք, թե ում ենք կանչելու գիշեր հոգեկան հիվանդի հետ վիդեոյի համար։ Այսինքն, ստացվում է հիմա քո մոտ այս պապկի մեջ գտնվում են նկարներ, ու մենք այդ նկարներով զուտ պետքա դու կներկայացնես, չէ՞, բայց ով որտեղ է նկարվել մոտավոր այդ գիտես։ Մոտավորապես գիտեմ ով որ դրա նկարվել է եւ ինչքանա տևե այդ ամեն ինչը։ Իդեպ Միկա Թանգյան ստիկերները արդեն sense կամած սկսում ենք նաեւ մեր շապիկները, հուդիները, բայց դեռ վաճառքում չկա, մենք աշխատում ենք դեռ դիզայնի վրա, բայց արդեն sense պուճուր բաներ կան, որոնք նվիրում ենք մեր բաժանորդներին կամ խաղարկում ենք, դրա համար ակտիվ եղեք, որ բաց չթողնենք։ Ոո, մեկ վարքյանով շեղվենք վիդեոից, եթե դու ուզում ես մնալ աննկատ եւ կոճակի մեկ սեղմումով փոխել քո IP հասցեն, ապա այդ հարցում քեզ կօգնի Proxy Line-ը։ Proxy Line-ը կհատկացնի ձեզ լիարժեք նոր եւ մաքուր հասցե։ Օգտվել կարող եք անսահմանափակ քանակությամբ, իսկ ցանկության դեպքում կարող եք գնել մի քանի հասցե միանգամից։ Proxy Line-ում դուք կարող եք ընտրել յուրաքանչյուր երկիր։ Իդեպ, բացի երկիր ընտրելուց կարող եք ընտրել քաղաք եւ կոնկրետ հասցե։ Եվ օրինակի համար հայտնվել Մադագասկար կղզիում։ Proxy Line-ը շուկայում է արդեն 7-ից ավել տարի եւ համարվում է լավագույնը իր գործում։ Բոլոր լինքերը կգտնվեն նկարագրությունների բաժնում, իսկ այստեղ կտեսնենք նրանց Telegram-ի QR կոդը։ Իսկ նշելով Mika promo կոդը դուք կստանաք 10% զեղչ։ Եկեք շարունակենք վիդեոն։ Դե ինչ, ահա եւ մեր առջև գտնվում են 3 դերասաններ, որոնց գտել է Աշը, խնդրեմ տեսեք, ցած սիրուն գրատախտակին կախել ենք։ Սկսենք առաջինից, թեթև ներկայացնես առաջի դերասանուհուն։ Այս կինը խաղացել է տարբեր պրոյեկտներում, տարբեր սերիալներում, բայց նենց որ շատ հայտնի է, չեմ ասի։ Այս կինը։ Հա, ինքը հիմա էլ է նկարվում, ստաբիլ նկարվում է։ Իրան ավելի շուտ մեծահասակները կարող է իմանան։ Այսինքն ինչ որ տենց ավելի շատ սերիալներում, հա, այն որ գնում են, ոչ թե sitcom սերիալներում։ Գրեք մեկնաբանություններում, եթե ճանաչում եք։ Այսինքն ստացվում է, այս կնոջը, եթե իրանք տեսնեն կադրում, կարող է ավելի դժվարությամբ տեղը բերեն, sense ասած, sense բան կա։ Հա։ Լավ, անցնենք հաջորդին, հեսա ընտրելու ենք։ Այս մարդը նույն ձև խաղացել է էլի տարբեր պրոյեկտներում, տարբեր կինոներում։ Առաջի կնոջ նման շատ քիչ մարդյան կարող ճանաչի։ Բայց ում է նման, որ sense նայում ես։ Ապա ես շատ եմ նմանացում Օսկարակի Ռոբերտ Դե Նիրոյին, ինքը շատ նման։ Արա ժողովուրդ խի է միկրոֆոնը իր մոտ մոտ։ Եսա ինքն է պետք է բան ասի։ Ինքը շատ նման Դե Նիրոյին։ Չգիտեմ, ժողովուրդ կարող բերենք այս մարդուն, մտածեն Ռոբերտ Դե Նիրոյին են բերել, Ռոբերտ Դե Նիրոն դարձել է հոգեկան հիվանդ։ Շատ լավ, անցնենք մեր երրորդ դերասանուն, խնդրեմ ներկայացնես։ Այս կինը խաղացել է տարբեր սերիալներում, տարբեր էլի պրոյեկտներում ու շատ է խաղացել սիտկոմներում։ Իրան կարող է ճանաչեն քարեդարդ նայողները։ Այսինքն մի րոպե, ինքը քարե դարում է նկարվել։ Իսկ էլ ինչ որ հայտնի սիտկոմ կա, որ նկարվել է։ Տենց հայտնի չի, բայց ինչ որ Մաղատի Հայաստանում է խաղացել ու տարբեր երաժշտական կլիպներում է նկարահանվել։ Բայց կարող է իրան մի անգամից շատ քարե դարը, որ ասացի, ես դրա համար էլ ինտեղ դիտումները շատ մեծ են ու կարող է իրան ատեղից մի անգամից ճանաչեն։ Ժողովուրդ, հիմա սենց նայում եք, նայեք, դուք էլ նայում եք, սենց 3 հատ դերասանա ձեր առջև,
ում կընտրեիք դուք ուղղակի արդեն գիշեր հոգեկան հիվանդի այդ վիդեոն տեսել եք, մենք արդեն ընտրել ենք, բայց հիմա շատ ծանր ընտրության առջև ենք կանգնած։ Ես առաջարկում եմ իրան ընտրենք առաջի կնոջը, ինձ թվում է իրան կհիշեն։ Ուրեմն արի մի հատ հասկանանք մեզ ինչա պետք։ Մեզ պետքա որ դերասանին տեսնեն գիշեր հոգեկան հիվանդի մեջ ու միանգամից ճանաչեն, նույնիսկ եթե ինքը մասսայական դեր է, թե հերվից ասեն ինչ որ ծանոթա դեմքը կամ ինչ որ այս ձևի ճանաչելիություն լինի, էլի, որտեվ հետաքրքիր է ինձ այդ պահը։ Դու օրինակ որ առաջարկում ես իրան ու ասում ես որ ինքը ինչ որ տենց հայտնի տեղեր չի խացել, ինձ հետաքրքիր է իրան կկարողանան գտնել կամ ճանաչել, թե կարողա ոչ մեկ ընդհանրապես դրա մասին ռեզոնանս չլինի ու այս վիդեոն անիմաստ կլինի, բայց ամեն դեպքում այս վիդեոն գցելու ենք, եթե նույնիսկ ոչ մեկ չճանաչեց, պայմանավորվում ենք։ Այս վիդեոն մեկը գցելու ենք։ Չգիտեմ, ժողովուրդ ծանր ընտրության առջև ենք կանգնած։ Ինձ թվում է կարելի է կամ այս կնոջը քարը, բայց միանգամից քարը դարով ճանաչելու են, իրան։ Դե Դենիրոին էլ միանգամից կիմանան, էլի ինձ թվում է։ Ժողովուրդ անկեղծ եմ ասում, չգիտեմ, հեսա պետքա որոշենք ու մենք զանգում ու կանչում։ Ստեղ աշխատելու է այն փաստը, որ կամ միանգամից ճանաչելու են, կամ ընդհանրապես ոչ մեկ չի ճանաչելու։ Օրինակ Մարատի Հայաստանում ինքը վերջերս մի քանի ամիս առաջ, կոնկրետ չեմ հիշի, մի քանի ամիս առաջ նկարվել է։ Կանտից միանգամից հիշեն։ Ընտրեցինք ժողովուրդ, չգիտեմ ճիշտ ընտրություն ենք արել թե չէ, բայց որ Աշը ասաց քարե դար, ես տեղից միանգամից հասկացա, որ իրան հաստատ կճանաչեն, եթե ինքը քարե դարում նկարվել է, որովհետև չգիտեմ այս մարդկանց տենց կճանաչեն թե չէ, բայց եթե քարե դարում նկարվել է, միանշանակ կճանաչեն, հնարավոր է հենց միանգամից ճանաչեն, որը մի քիչ այդքան էլ լավ չլինի, բայց դե տեսնենք ինչ անենք, ինչ արած, էդ էլ մեր գործն է։ Գիտես ինչ եմ առաջարկում նայի։ Հիմա երբ որ դու կզանգես այս կնոջը կհրավիրես, ես առաջարկում եմ, որ մենք իրան իրականում ասենք, որ ինքը նկարվի հենց գիշեր հոգեկան հիվանդում, ու ասենք, որ իբր ինքը հենց պետքա այդ իսկական դերը տանի ու ոնց որ ասած, սենց վիդեո ենք նկարում, հակառակած դրանից հետո որպես հոգեկան հիվանդ ճանաչեն, բայց պետքա այդ դերը տանեք։ Տենան կհամաձայնվի թե չէ, եթե չհամաձայնվի, արդեն իսկականը կպատմենք ինչ ենք պլանավորում, դե պալյուբոմու կպատմենք ինչ ենք պլանավորում, բայց սկզբից հենց ասած մի հատ պրանկ անենք իր վրա ու տեսնենք ինքը կհամաձայնվի ընդհանրապես նկարվի դրանում թե չէ։ Օրինակ որ դու դերասան լինեիր, կհամաձայնվեիր տենստեղ նկարվեիր որպես դերասան։ Եթե դերասան լինեի, ինձ թվում է կհամաձայնվեի, որովհետև դա իմ մասնագիտությունն է, իմ կյանքն է, ես դրանով եմ ապրում այդ դերասանությամբ։ Հա, բայց դու մի մոռացի, որ ոչ թե դու ինչ որ ֆիլմում ես գնում նկարվես կամ սիթքոմում կամ ինչ որ երաժշտական կլիպում, այլ դու գնում ես, սենց ասած, ռեալիտիում ես նկարում, որտեղ լրիվ ռեալ գնում են հոգեկան հիվանդ մարդու մոտ ու դու էլ քեզ որպես հոգեկան հիվանդ ես ներկայացնում ու այդ պրոյեկտն էլ նկարվում անենց ոնց որ կա, էլի իրականում։ Չէ, դե այդ դեպքում դժվար համաձայնվի սոտեքի ինչ։ Այդ ֆակտորը, ասա որ այդ ֆակտորը խաղում է։ Ժողովուրդ, Իրինան, Նիկոլայը եւ մնացած հոգեկան հիվանդները, ում հետ մենք ահա որ ծանր նկարահանումներ ենք ունեցել, ընդհանրապես այս պրոյեկտի ես մեր մտքի հետ կապ չունեն։ Այս ուղակի Հայաստանում, քանի որ ես եկել եմ ու ուզում էի ստեղ էլ տենց բան նկարել ու հասկացա որ տենց բան չի ստացվի նկարել, այս ձևի մարքեթինգային բան եմ մտածել, դրա համար չխառնեք, խնդրում եմ, այս վիդեոն մնացած գիշեր հոգեկան հիվանդների հետ։ Մտնենք ներս, զանգենք, հրավիրենք կաստինգի ու տեսնենք ինչա լինում հետո։ Իսկ դու լայքիր եւ բաժանորդագրվիր։ Դե ինչ սելինկերներ մենք զանգում ենք արդեն Աշը խոսալու է, Աշ մենակ խնդրում եմ նենց արա որ ինքը այսօր համաձայնվի գա էլի։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նկարահանման համար եմ զանգել ձեզ։ Այո։ Ձեր անունը ո՞նց է։ Էմիլիա։ Էմիլիա ջան, իմ անունը Աշոտ է, շատ հաճելի է։ Ուրախ եմ։ Նմանապես, Էմիլիա ջան, դուք կարաք մոտիկանաք քաստինգի համար, մենք ձեզի ընտրել ենք Միկա Թանգյանի YouTube-ի ալիքի համար նկարահանման։ Կարող եմ որտեղ պետք է մոտենամ։ Ես ձեզի հեսա հասցեն կուղարկեմ SMS-ով, ինչքան վաղտից մոտավոր դուք կլինեք Եթե քաղաքի որ մասում եք։ Կենտրոնում է գտնվում։ Ամենաուշը 1 ժամից։ Всё, շատ լավ, կսպասենք ձեզ։ Շատ լավ է, շատ հաջող ստացեց որ 1 ժամից Էմիլիան կլինի ապրես։ Հիշում եք լեգենդար GTA San Andreas-ը, որը մենք խաղում էինք ժամերով։ Հիմա այդ նույն խաղը կարելի է խաղալ հեռախոսներով։ Կարող եք խաղալ ձեր ընկերների հետ, ծանոթանալ նոր մարդկանց հետ խաղում եւ ամենակարևորը վարել ձեր ուզած մեքենան։ Հազարավոր մարդիկ արդեն խաղում են այդ խաղը, որի անունն է Online
RP։ Online RP-ում դու ես որոշում քո դերը, կարող ես լինել առաքիչ եւ ոստիկան, կամ օրինակ ներբեռնել խաղը լինքով, որը կգտնվի նկարագրությունների բաժնում, մտնել Texas server եւ ստանալ Lamborghini եւ $150,000։ Անպայման պետք է նշեք MIKA13 պրոմո կոդը այդ ամենը ստանալու համար։ Երբ գրանցվեք խաղում, անպայման մտեք Texas server եւ փնտրեք ինձ, որովհետեւ շատ հաճախ ես էլ իմ հեռախոսով խաղում եմ online RP։ Կհանդիպենք GTA-ում։ Ձեր ժողովուրդ իջնում ենք դիմավորենք Էմիլիային, մեծ հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի, ինքը կհամաձայնվի, որովհետեւ ժամանակ ընդհանրապես չունենք։ Սպիտակ մազերով։ Ես գա դուր չգա որ նկարում եմ։ Չէ, Բարև ձեզ։ Ես Միկան եմ։ Ստե ուղակի վլոգ ենք նկարում էլի մի անգամից տեղից։ Ձեր անունը։ Էմիլիա, Էմիլիա ջան, եկեք բարձրանանք երևի վերև, այնտեղ կաստինգը, թեթև պատմեմ ձեզ ինչ ենք մենք պլանավորում ու նկարենք, լավ։ Դե եկեք գնանք բարձրանանք վերև։ Դուք ընդհանրապես շատ տեղերում եք խաղացել, մեզ Աշոտ ասաց, որ տարի արդեն նկարահանվում եմ տարբեր մասսայական տեսարաններում։ քարե դարում խաղացել եք։ Հա, Քարեդարում խաղացել եմ, Մարատի Հայաստանում։ Հա, աշասыз Մարատի Հայաստանի հետ կապված։ Լավ, հեսա բարձրանանք վերև, հեսա բարձացեք։ Դե ինձ սիրելի ընկերներ, մենք արդեն նստել ենք սենց սեղանի շուրջ երեքով, ես Աշա Էմիլյան։ Էմիլիա ջան, որտեղ եք դուք նկարահանվել ամենահայտնի սիթքոմները կխնդրեմ ասեք, որտեղ հեսա կբացատրեմ ինչի եմ հարցում։ Ամենահայտնի սիթքոմը Քարեդարում, Մարատի Հայաստանում, Տանդեմում, եթե կհիշեք Տանդեմը։ Բավականին շատ տեղ եք, հա, նկարվել։ Աշ, բայց կարող է, իսկ ինչ որ երաժշտական կլիպերում։ Արմոյի կլիպում։ Ուրիշ ոնց որ չեմ հիշում։ Օքսի Ավդալյանի կլիպում։ Իսկ մի հատ հարց տամ էլի ձեզ, որ դուք օրինակի համար ինչ որ տեղեր գնում եք կամ փողոցով քայլում եք, լինում է որ ձեզ ճանաչում են, ասում են տեսել ենք ձեզ կամ նկարվում են, տենց ինչ որ բաներ նկատել եք։ Պատահում է, բայց շատ քիչ, տենց շատ մասսայական, ավելի երիտասարդ տարիքի երեխաները սիթքոմերից, ասենք հիմնականում Քարեդարից են շատ հիշում։ Քարեդարից են շատ հիշում, իսկ մի հատ սենց հարց տամ, Քարեդարում դուք քանի սերիա եք խաղացել, թե տենց եթերաշրջանով, թե 1-2 սերիա։ Տարբեր եթերաշրջաններում մի սերիայի մեջ ոնց որ ընդգրկված կամ։ Հա, այսինքն մի սերիա եք նկարվել ընդամենը։ Ամեն եթերաշրջանում մի սերիա։ Ամեն եթերաշրջանում մի սերիա։ Հասկացա։ Ուրեմն Էմիլիա ջան, նայեք, մենք ունենք մի հատ պրոյեկտ, որը կոչվում է Գիշեր հոգեկան հիվանդի հետ, որտեղ մենք այցելում էինք հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց տուն, նկարում էինք իրանց, ցույց էինք տալիս, իրանք տարօրինակ բաներ էինք անում, բայց քանի որ մենք եկել ենք Հայաստան ու ստեղ նմանատիպ մարդ գտնելը շատ ավելի բարդ կլինի, դրա համար ոնց որ ասած դերասան ենք ուզում գտնենք, որ նկարվի, ոնց որ ասած գանք ձեր տուն, իբր դուք հոգեկան հիվանդ լինեք, տունը ցույց տաք, ինչ եք անում, ինչով եք զբաղվում, սենց ինչ որ սենց հոգեկան հիվանդի, չգիտեմ, հարցակվեք, խփեք, ինչ որ այս ձևի բաներ անեք, էլի։ Հաջողված պրոյեկտ է բավականին ու լավ շատ դիտումներ է հավաքում ու ինձ հետաքրքիր է որ հենց այդ դերի համար ոնց որ ասած ձեզ հենց այդ դերի համար ենք ձեզ հրավիրել։ Բերեք չէ։ Գիտեք, փոքր է Հայաստանը, Երևանը առավել եւս դա Մոսկվայի Ռուսաստանի մասշտաբը չի։ Դուրս գան փողոց մարդկանց թվա իրոք հոգեկան հիվանդ է մի քիչ դա։ Հա բայց ձեզ բան կանեն, եկեք ճանաչեն Քարեդարդից չեն հավատա, եկեք սյոժն նկարվենք էլի։ Գիտեք ինչ, Քարեդարը եղել է մի 9-10 տարի առաջ։ Մարդիկ կմտածեն կարող այդ կինը իրոք հոգեկան խանգարում է ստացել, չգիտեմ։ Այսինքն այդ վիդեոից հետո մտածեմ որ հա դերասանուհի է եղել, դրանից հետո հոգեկան խանգարումներ է ստացել։ Որ էլի տարբեր մարդիկ տարբեր մտածելակերպ, մի քիչ, չգիտեմ։ Մի խոսքով դուք տենց համաձայն չեք լինի դերասանություն անում։ Ուրիշ բան, ուրիշ կանչեք մեծ հաճույքով, բայց հոգեկան հիվանդը հետո գիտեք ինչ հոգեկան հիվանդ խաղալը մի քիչ բարդ է, մի քիչ դժվար է, դա պիտի հոգեկան հիվանդի հետ շփվեք, նրա վարք ու բարքը, որ կարողանաք ընդօրինակել, տենց դժվար է, միանգամից adekvat մարդը խաղա հոգեկան հիվանդ։ Ստացվում է Աշոտ ջան, մարդը չի համաձայնվում, հա, ջրում ենք մեր այս պլանը։ չէ, դե քիչ։
Ճիշտ է, խիջենք։ Նայեք, լավ, նայեք, իրականում մենք sense բան ենք մտածել, քանի որ Հայաստանում իրոք դժվար կլներ իրական հոգեկան հիվանդ գտնել, ուզում ենք որ դուք դերասանություն անեք, հենց իրականում դերասանություն անեք, ու մենք հետո այս վիդեոն, որ հիմա այսպես նկարում եմ ես այս կամերայով, այս վիդեոն հրապարակենք մեր գիշեր հոգեկան հիվանդի հետ այդ թողարկումից հետո ու բոլորին ցույց տանք ոնց ենք մենք իրար հետ պայմանավորվում, այդ պրոյեկտը սարքենք ու որ դուք դերասանություն եք անելու այդ պրոյեկտում, մենք էլ ինադուս են սարքած բաներ ենք անելու ու սենց ասած ոնց որ այս վիդեոն պրանկ լինի մեր հետևորդների վրա, որ իրանք բոլորը մտածեն, որ Միկան իրանց խաբել է, դերասանուհի է գտել, այս կոմենտում, բայց իրականում մեր մոտ այս 3-ից կողմից այս ամեն ինչը պլանավորված լինի։ Այս մտքով ինձ թվում է օքեյ կլինի ձեր նկարվելը, ինչ կասեք։ Գիտեք ինչ, այս ֆորմատով էլի հնարավոր է, բայց որ միանգամից մարդկանց թվա թե հոգեկանը սխալվարվել է, դա արդեն ճիշտ չի լինի։ Չէ, մենք այդ վիդեոն ենք սկզբից հրապարակելու գիշեր հոգեկան հիվանդի հետը, դրանից հետո արդեն այս վիդեոն երևի 1 շաբաթ կամ 2 շաբաթ հետո արդեն այս վիդեոն, որտեղ սենց մենք նստած ենք այս սպիտակ սեղանի շուրջ ու ես բոլորին ասում եմ, որ մենք այս ամեն ինչը իրար հետ միասին պլանավորել ենք։ Չէ, ինչ ասեմ, երիտասարդներ եք, բերեք մի բանով էլ ես ձեզ օգնեմ։ Ծրում ենք ձեզ։ Մենակ խնդրեմ մի բան։ Կարաք դուք ինչ-որ ֆիլմեր կամ ինչ-որ սերիալներ նայեք, մինչև նկարահանում այդ հոգեկան հիվանդի հետ կապված, որ մոտավոր իր վարքը հասկանաք ինչ ձևի է լինելու։ Իհարկե կփորձեմ կնայեմ, միանգամից դժվար կլինի մտնել դերի մեջ։ Պետք է մի քիչ ծանոթ լինես մարդկանց վարքին։ Միանշանակ մենք էլ մեր կողմից ինչ-որ տարօրինակ բաներ կմտցնենք մեջը, կմտածենք, որ այդ բաները անենք, բայց հետաքրքիր է ձեզ ընդհանրապես այս իդեան, որ սենց ասած ոնց որ ասած պրանկ ենք անում մեր հետևորդների վրա, բոլորը ինձ թվում է, եթե դուք քարե դարում նկարվել եք, ինձ թվում է իրենք միանգամից ձեզ կիմանան ու այդ միանգամից կբացահայտվի։ Դուք պատրաստ եք մի քիչ այդ հեյթին, այդ մի շաբաթ, եթե ինչ-որ հեյթ լինել, ես ուղղակի չգիտեմ ինչ է լինելու, դրա համար սենց նախորդ փորձում եմ ինչ-որ զգուշացումներ տամ։ Երևի կփորձենք։ Ուրեմն ես Աշոտը ու Էմիլիան պատրաստում ենք մի հատ մեծ, կարելի ասել, պրանկ մեր հետևորդների վրա, որ մենք այս ամեն ինչը պայմանավորվեցինք, ես շատ ուրախ եմ, որ կարող ենք ձեզ համար նմանատիպ հետաքրքիր կոնտենտ ստեղծել։ Սարքածա, չէ։ Սարքածա, բա ինչ։ Մի խոսքով, սիրելի ընկերներ, կհանդիպենք գիշեր հոգեկան հիվանդի հետ վիդեոյում։ Դուք արդեն այդ վիդեոն նայել եք, արդեն սենց ասած ես, Աշը ու Էմիլիան մեզ հիշում եք, գիտեք, իմացեք, որ այս ամեն ինչը այսենց ուժեղ պլանավորված բան է եղել։ Դե ինչ սիրելի ընկերներ, ես արդեն ճանապարհում եմ Էմիլիային, կհանդիպենք արդեն մի քանի օրից։ Մենք է կպատրաստվենք, ինչ որ հետաքրքիր բաներ կմտցնենք վիդեոյի մեջ, որ ավելի հետաքրքիր լինի նայել ու գոնե ինչ որ չափով բնական լինի։ Ինչ եք կարծում, ձեր մոտ կստացվի խաղալ հոգեկան հիվանդ։ Ինձ թվում է կստացվի, պետք է փորձեմ, էլի տանը շատ պետք է փորձեմ, անընդհատ կփորձեմ։ Բայց որ այս ձևաչափը չընտրենք երկու վիդեոյի դժվար չէ, համաձայնվեիք։ Դժվար իհարկե, լավ հոգեկանի տեղ կդնեին։ Ձեզ էլ ֆոտո բալկոնում է, ես ճանապարհեցի, բայց սիրտս որ ճիշտ ասեմ մի քիչ կախա։ Ես մի հատ բան ասեմ, սիրտս մի քիչ կախա։ Գիտես ինչ առումով, կարող է իրոք շատ մարդիկ ովքեր սկսեն չհավատալ։ Նայեք, այս ուղղակի շատ խայպովի մոմենտ է։ Ըստ իմ պլանավորածի, այս ամեն ինչը պետքա TikTok-ում լավ տարածվի, եթե դերասանուհուն ճանաչեն, պետքա բոլորը մեկնաբանություններում գրեն՝ Միկա մեզ խաբեցիր, էդիտները նարեսկեք ամեն տեղ լինեն, YouTube-ի դիտումները գմփային, որ կոնկրետ։ Այդ սցենարներից մեկն է։ Սցենարներից երկրորդը մեծ քանակությամբ պատվիսկեք, ահա որ ձևի հեյթ ու չգիտեմ եմ որ ավելի վատ բաներ։ Իմ սիրտը կախա այն պահով մենակ, ասեմ քեզ էլ իմանաս, որ միացած վատ հեյթի տակ չընկնենք, որ մարդիկ ոնց որ ասած գոնե այս վիդեոից հետո հասկանան։ Բայց ես քեզ մի հատ sense բան ասեմ ու իմ հավատարիմ բաժանորդներին ուզում եմ մի հատ բան ասեմ։ Այն մարդիկ, ովքեր այս սիտուացիայից հետո ինչ որ երես են թեքե Միկա Թանգյան YouTube-ալքից, ես ձեզանից չեմ նեղանում, որովհետև մենք sense պրանկ ենք արել, բայց հիմա դուք գիտեք որ սա պրանկ է, բայց ինձ թվում է այն ամենահավատարիմ հետևորդները հաստատ են, որ աշքի տակով կունենային, էլի Միկան է, որ սենց այս ձևի ակնհայտ ամեն ինչ կատարվում է, ուրեմն կարողա տակը մի բան լինի։ Ինձ թվում է տենց բաժանորդներ կլինեն, ինձ թվում է կլինեն շատ մարդիկ, ովքեր միանգամից հենց առիթը բաց չեն թողի, կսկսեն բացահայտումներ նկարահանեն, կսկսեն այդ ամեն ինչը տարածեն, բա տես Միկա դու մեզ խաբեցիր, մարդա մեկին ասում ես, բայց դու ես խաբում։ Ինձ թվում է տենց մարդիկ էլ կլինեն, բայց ինձ թվում է ամենահավատարիմ ու ամենաշուտ նայող հետևորդները կհասկանան, որ սրա տակ մի բան կա, ամեն ինչ չի կարա սենց ակնհայտ լինի։ Մեծ հույս ունեմ, որ մեր մոտ ստացվեց ամեն ինչ անել, դուք Միկա Թանգյան YouTube-յան ալիքում եք, բաժանորդագրվեք,
դրեք ձեր լայքերը ու մնացեք Միկա Թանգյանը ալիքում, որովհետև ես ստեղծում եմ կոնտենտ ձեզ համար, իսկ դուք նայում եք այդ կոնտենտը վայելում, հաց ուտելով, չայ խմելով, փողոցում քայլելով, էլ ինչ անելով։ Ես քեզ հասկացա։ Ես հասած մի անգամից խոսում եմ, կեֆրսում եմ, էլ ինչ ու աշը չգիտի ինչ ասի, դա նորմալ է։ Կարաս ասես օրինակ տաքսում մեջ որ գնում են տուն, միացնում վիդեոն նայում են, կարաս տենց ասես։ Տաքսու մեջ որ տուն ես գնում, այդ վաղ կազդանես նայես կամ էլ լուբոյտը ուղդը որ լինես քեզի հարմար լինի այդ պահին դնես նայես։ Միկա Թանգյան YouTube-յան ալիքը ստեղծում է միջմոլորակա համաշխարհ արեգակնային կոնտենտ հայկական YouTube-ում, դուք գնահատեք, իսկ մենք շարունակենք մեր գործունեությունը։ Կհանդիպենք շուտով։ Հաջողություն։